Բոլորիդ բարի երեկո, հարգելի բարեկամներ, ուրախ եմ ձեզ տեսնել, ուրախ եմ ողջունել ձեզ եւ Facebook-յան իմ էջերում եւ հարթակներում եւ նրանց ովքեր TikTok-ում են նայելու այս եթերը, չեմ մոռանում այն մարդկանց մասին, ովքեր YouTube-յան մեր կայքերում են նայում, կոնկրետ շնորհակալություն եմ հայտնում Arnlock մեր ալիքին, ով մեր եթերները այսպես ասած լցնում է ամեն օր իրանց կայքը, շնորհակալ եմ ձեզ, հարգելի բարեկամներ։ Քրիստինա նորից ներկայանա, մեծ մասը ճանաչում եք քրիստիներին, բայց մի անգամ էլ ներկայացեք Քրիստինա ջան։ Նորից բարի երեկո բոլորին, շնորհակալ եմ Ռում ջան այս հրավերի համար, այս հանդիպման համար, ես Քրիստինե Վարդանյանն եմ, Երևան քաղաքի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ավականու անդամ եւ նաեւ Ռոմանի շատ վաղեմի, շատ շուտվա ընկերը եւ այսօր հրավեր ստացա Ռոմանից, որպեսզի մենք քաղաքական թեմաների շուրջ խոսենք։ Մասնավորապես կոռուպցիայի, որը որ եղել է Քոչարյանի ժամանակ եւ այսպես ասած Քոչարյանի թիմակիցները այժմ մեղադրում են մեզ կոռուպցիայի մեջ, մեր քաղաքական թիմին, դրա համար ես ուզում եմ մի փոքր թվերով մենք այսօր խոսենք, եթե դու հարցեր ունես, Ռոմ ջան, հարցերը տուր, ես սիրով կպատասխանեմ։ Եկեք մի բան հասկանանք, մեղադրել է որն է, ինչ որ օբշի ֆրազաները, ոչ մեկ չի կարող մեղադրի քաղաքացիական պայմանագիրը կոռուպցիայի մեջ, այն առանձին մարդիկ աշխատակիցներ քաղաքապետարանում, թե ինչ որ մարզպետարանում, իտո ես չեմ տեսել, շատ քիչ մարդիկ եմ տեսել, եթե առանձին մարդիկ էլ բռնել են, դրանք միշտ եղել են, միշտ լինելու են, բայց այն ինչ մնաց սիստեմը կոռուպցիա կամ էլ կառավարության մեջ կոռուպցիա ոչ մեկ չի կարող փաստերով ասի, որ ինչ որ մեկը կոռուպցիայի մեջ թաթախված է, դա օբշի ֆրազաներ է։ Ուղղակի ես ուզում եմ նշել, մարդիկ հասկանան, քանի որ Քոչարյանը եւ Սերժը եւ ընդհանրապես սա այդ Ղարաբաղյան կլանը միշտ եղել են կոռուպցիայի մեջ թաթախված, այսօր իրանք հրաման են ստացել Ռուսաստանից, այն ամենի չի համար ատում են Քոչարյանին, իսկ դա մենակ կոռուպցիան է, ավելի շատ վատ բաների համար են ատում Քոչարյանին, Քոչարյանը հիմա դրա մեջ ուզում է մեղադրի քաղաքացիական պայմանագիրը կամ էլ վարչապետին, դա չի ստացվելու, բայց եկեք մենք տան խոսքը Քրիստինեին, դուք ասեցիք որ տարած փաստերով խոսակ, մենք կասենք ձեր ասածները, ձեր փաստերը խնդրեմ։ Ես այսօր երկու լուսանկար եմ պատրաստել մեր եթերի համար, ուզում եմ այդ երկու լուսանկարը ցույց տալ եւ երկու լուսանկարի վերաբերյալ կառուցել ամբողջ իմ այսօրվա եթերը։ Այս լուսանկարը վերջերս համացանցում շատ մեր հարգելի պատգամավորներից են նաեւ ցույց տվել եւ ես էլ եմ ուզում ձեզ ցույց տալ, եթե երևում է Սրանք ուրեմն փողեր են, որը որ նարկոբարոններից մեկի տանը հարավային Ամերիկայում նարկոբարոններից մեկի տունը երբ որ խուզարկել են ոստիկանները, գտել են մի ամբողջ սենյակ այսպիսի փողերով, այստեղ մոտավորապես 210 միլիոն դոլար գումար է։ Այդքան գումար դատախազությունը պահանջում է առգրավել Քոչարյանի ընտանիքից միայն գումար, հա, միայն այն գումարը, որը որ հաստատվել է, որը որ ապացուցվել է, որ նրանք ունեն այս գումարը, տեսեք, մի սենյակ գումար, այսքան գումար։ Միայն այդքան գումար, էլ չեմ ասում մնացած ունեցվածքը, միայն այդքան գումար այս պահի դրությամբ դատախազությունը պահանջում է Քոչարյանի ընտանիքից, որպեսզի նրանք վերադարձնեն այդ թալանը, որը որ 10 տարիների ընթացքում, երբ որ նա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահը, 10 տարիների ընթացքում այն գումարը, որը ապացուցված է, ես վստահ եմ եւ վստահ եմ, որ մարդիկ էլ են վստահ, որ գումարը շատ ավելի շատ է, ուղղակի այն ինչը այս պահին է ապացուցված Եվ տեսեք, այդ մարդը, ես չեմ ուզում նրան Հայաստանի Հանրապետության նախագահ ասեմ, որովհետև նա նախագահի պաշտոնին անօրինական ձևով է նստել, ես չեմ ուզում այդ մարդը ընդհանրապես ոչ մի կապ չունի Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ եւ նա էլ է դրա մասին ասում, տեսեք, երբ որ մեր հետ խոսում է, երրորդ դեմքով է, չէ՞, խոսում հայերի հետ, երբ որ խոսում է, կարծես թե ինքը մեզ հետ իրեն չի ասոցացնում եւ ուրեմն նա
այս նկարը ինչի մասին է խոսում, այս գումարները ինչի մասին են խոսում են այն ամեն ինչի մասին, ինչը մենք չենք ունեցել տասնամյակներ շարունակ։ Ես հիմա կխոսեմ որպես Երևան քաղաքի ավականու անդամ, այսինքն մենք ինչ չենք ունեցել այս տասնամյակների ընթացքում, մենք չենք, սա մեր մանկապարտեզներն են, մեր դպրոցները, մեր բակերը, պոլիկլինիկաները, հիվանդանոցները, ճանապարհները, մեր տանիքները, վերելակները, մայթերը, կանաչապատ տարածքները, մշակույթի կենտրոնները, սպորտի դպրոցները, բազմաթիվ այլ բաներ, որոնք որ մեր տրանսպորտը, բազմաթիվ տարբեր բաներ, մեր կոյուղին, որը որ քաղաքապետարանի ենթակայության տակ է գտնվում եւ քաղաքապետարանի գործառույթն է այդ ամենը վերանորոգել, բարեկարգել եւ ուրեմն տեսեք այս գումարներով ինչեր կարող էր Երևան քաղաքում քաղաքային իշխանությունը անել եւ ինչից է զրկել այդ մարդը մեզ բոլորիս, մեր երեխաներին, բարեկեցիկ կյանք ունենալու, նա զրկել է տարական, չեմ ասում շքեղ, բայց տարական պայմաններից, մեր երեխաներին զրկել է լավ պայմաններում մանկապարտեզներ հաճախելուց, դպրոցներ հաճախելուց, մեր երեխաներին մաքուր եւ կանաչապատ տարածքներում խաղալուց, մեզ զրկել է ասֆալտապատ ճանապարհներից, զրկել է նորմալ տրանսպորտից օգտվելուց։ Եվ այս մարդը, ով որ այս ամեն ինչը գողացել է, ինքը հարցազրույց է տալիս իր թիմակիցները, падգամավորները, ավականու անդամները, քաղաքացիական պայմանագիր կուսակցության մեզ ավականիներին, մեր թիմին են մեղադրում, ինչ որ փաստեր ներկայացնում, կոռուպցիայի մեջ են մեզ մեղադրում եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ուզում եմ ասել, որ նրանք մեզ փորձում են մեզ սևացնել, փորձում են մեզ մեղադրել այն բաների մեջ, ինչը իրենք են արել։ Այսինքն փորձում են մարդկանց աչքերում ցույց տալ, որ այ տեսեք, իրանք մեզանից ոչ մի բանով չեն տարբերվում։ Ես վստահ եմ, որ այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը այնքան բաների մեջով է անցել, այնքան փորձառություն ունի, այնքան բան է տեսել, այնքան ինֆորմացիա է ստացել, եւ վստահ եմ, որ նրանք լրջագույնս չեն մոտենում նրանց այդ ասածներին, բայց ամեն դեպքում ես հարկ եմ համարում որոշակի ինֆորմացիա տրամադրել Քոչարյանի օրինակ 10 տարիների իշխանազավթության տարիներին, երբ որ նա 10 տարի եղել է Հայաստանի նախագահը, Երևան քաղաքում օտարվել է 45 մանկապարտեզ։ 45 մանկապարտեզ, ես խոսք եմ տալիս, որ մոտ օրերս ես հասցեներով կգրեմ, համարներով, թե դրանք որ մանկապարտեզներն են, 45 մանկապարտեզ մեր քաղաքում օտարվել է։ Այդ մանկապարտեզների տեղը կամ մի մասը հիմա էլիտար շենքեր են, ինչ որ մեկի տունն է, ինչ որ մեկի, չգիտեմ, օֆիսն է, ինչ որ մեկի գրասենյակն է, այսինքն օտարվել են, լուծարվել են, վաճառվել են մանկապարտեզները, որտեղ նրանք հարկ չեն համարել, որ մեր երեխաներին անհրաժեշտ է հաճախել մանկապարտեզ։ Ես հիշում եմ այդ տարիներին իմ երեխան շատ անմխիթար վիճակում գտնվող մանկապարտեզ էր հաճախում, շատ վատ պայմաններում, բայց դա էր ընտրությունը, չկար լավը, որտեղ կարելի էր հաճախել։ Եվ վերջին մի քանի տարվա ընթացքում 49 մանկապարտեզ միայն մենք ենք մեր իշխանությունն է, քաղաքային իշխանությունն է վերանորոգել, ասեմ, որ երևի բոլորդ գիտեք, վարչապետ Փաշինյանը ինչպիսի քաղաքականություն, ասեմ, մեր քաղաքական թիմը ինչ է ասում է, որ նախընտրական խոստում է եղել 300 դպրոցներ, 500 մանկապարտեզներ կառուցել ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, 500 մանկապարտեզներից 100-ը միայն Երևան քաղաքում են կառուցվում, վերանորոգվում, վերակառուցվում եւ ուրեմն արդեն 49 մանկապարտեզը վերանորոգվել է, բացվել է, դուք ամեն օր հետևում եք քաղաքապետարանի էջին, վարչապետի էջին, մեր բոլորի էջին կտեսնեք, թե ինչպիսի պայմաններում, ինչպիսի ժամանակակից սարքավորումներով, ժամանակակից պայմաններում, ինչպիսի գունավոր միջավայրում են մեր երեխաները հաճախում նոր մանկապարտեզներ։ Իհարկե հաճելի է եւ ծնողներին, եւ երեխաներին, եւ աշխատող անձնակազմին, ես ինքս որպես ավականու անդամ ամեն շաբաթ հաճախում եմ տարբեր մանկապարտեզներ,
Ես սննդին եմ հետևում եւ պայմաններին կարող եմ ասել, որ մեր երեխաները շատ լավ պայմաններում են հիմա հաճախում, քան օրինակ իմ երեխաներ ժամանակին հաճախեն։ Եվ ինչ են անում Քոչարյանի թիմակիցները։ Քոչարյանի թիմակիցները արտասահմանից, մասնավորապես Հյուսիսից, ներմուծել են մի օտար երկրացի ակտիվիստ, ում ամենաուժեղ կողմը այդ ակտիվիստի նա իր հետ բերել է գեր Կրիստինա ջան, ես ձեզ հանեցի եթերից, նորից եկեք փորձենք, ձեր ձայնը չի լսվում, եկեք նորից փորձենք, ինչ որ կապը լավը չի, ես հիմա այդ ուղարկեցի, Կրիստինա ջան, նորից սխմեք, հարգելի բարեկամներ, հիմա լսում եք, Կրիստինա։ Հա, լսում եմ։ Դե հիմա շարունակեք։ Ուրեմն, ինչ են անում Քոչարյանի թիմակիցները։ Երևի այս պահից ընդհատվեց, Քոչարյանի թիմակիցները Հյուսիսից մի օտար երկրացի Յան ազգանունով մի ակտիվիստ են ներմուծել Հայաստան, վերջին մի քանի տարիների ընթացքում, ով իր հետ բերել է գեր հզոր, գեր ճշգրիտ, գեր ժամանակակից սարքավորում, որով նա ստուգում է աշխատանքները, ասֆալտի որակը, մանկապարտեզների որակը, երևի հասկանում եք, որ ես սա հեգնանքով եմ ասում, երևի Իսկանդերի նման մի հզոր գեր ճշգրիտ զենք է իր հետ բերել, եւ որն է նրա զենքը, նրա սեփական մատը։ Այդ մարդը ամբողջ քաղաքով շրջում է եւ մատով փորում է ասֆալտը կամ գնում է ինչ-որ մի կառույցում մի քար է հանում կամ ինչ-որ մի սալիկ է ցույց տալիս եւ աշխարհի մեղքերի մեջ մեղադրում են մեզ կոռուպցիայի մեջ թե ինչպիսի վատ աշխատանքներ ենք մենք կատարում։ Ես ուզում եմ, քանի որ բոլորս հասկացանք ում մասին է խոսքը գնում, չեմ էլ ուզում այդ մարդու անունը տամ, ինքը ինձ հետաքրքիր էլ չէ, եւ ուղղակի ինչի եմ դա ասում, որ 100 մանկապարտեզ են կառուցում Երևան քաղաքում, վերանորոգում եւ ընդամենը 5 մանկապարտեզներում կան խնդիրներ, այդ խնդիրները մենք ինքներս ենք բացահայտել, մենք ինքներս ենք արձանագրել, այդ խնդիրներով հակակոռուպցիոն ուրեմն գործ է հարուցվել եւ մենք ինքներս գիտենք, որ խնդիրներ կան ու երևի 100 մանկապարտեզից 5-ում որ կան խնդիրներ, այդքան էլ սարսափելի բան չէ եւ իհարկե մենք շինարարին գումարը չենք փոխհատուցում, գումարը չենք տրամադրում, մինչեւ որ նա չբերի այն նորմերին, այն ստանդարտներին, որը որ մենք նրանից պահանջում ենք։ Եվ այս մարդիկ շրջում են, այս մարդիկ գտնում են ինչ-որ միտեղ, ինչ-որ մի թերություն եւ փորձում են հանրությանը ներկայացնել, որ մենք կոռումպացված ենք, գումարներ ենք վատնում եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ես ուզում եմ ասեմ, որ այն լայնածավալ աշխատանքը, որ կատարվում է Երևանում եւ ամբողջ Հայաստանի Հանրապետությունում, նույնիսկ խորհրդային տարիներին չի կատարվել, Ռոմ ջան, երբեք Հայաստանի պատմության մեջ այսպիսի մասշտաբային շինարարություն, բարեկարգում, բարեփոխումներ երբևիցե չեն եղել եւ շատ նորմալ է, որ ինչ որ տեղերում, ինչ որ փոքրիկ խնդիրներ կլինեն, բայց դա բերել, բոլորին ցույց տալ եւ նսեմացնել այն ամբողջ աշխատանքը, ինչ որ մենք կատարում ենք, կներեք, բայց մեղմ ասած անբարոյականություն է։ Եթե կան հարցեր, Ռոմ ջան, դու կարող ես ընթացքում տալ հարցերը եւ հետո նորից ես շարունակեմ իմ միտքս։ Մեկ ընթացքում ցավոք երևի այսօր այդքան էլ լավը չկա Երևանում, բայց ոչինչ։ Կրիստինա ջան, դուք ասացիք, որ ահագին բաներ եք անում եւ գալիս են ինչ-որ փոքրիկ բաների վրա ֆիքսվում են։ Դուք չեք գտնում, որ քաղաքապետարանը կարող այսպես ասած պետք է ավելի շատ ցույց տա այն ամենի, ինչը կառուցումը, այո, Տիգրան Ավելյանը ցույց է տալիս, բայց դուք չեք գտնում, որ ինֆորմացիան ավելի շատ պետք է լինի այն գործերի մասին, որը կա Երևանում։ Գուցե դա էլ է ինչ-որ մի փոքրիկ թերություն քաղաքապետարանի կողմից, խնդրեմ։ Ես Ռոմ ջան, ես քեզ հետ համաձայն եմ, ես ինքս եմ նաև ասել, երբ որ մենք քննարկումներ ենք անում, որ լրատվական դաշտում պետք է շատ ակտիվ լինել եւ շատ լուսաբանել։ Ես ինքս նույնիսկ ամենափոքր աշխատանքը, չնայած փոքր աշխատանքներ չկան, ամեն ինչ իմեջում տեղադրում եմ, ամեն ինչով կիսվում եմ, որպեսզի այն բոլոր մարդիկ, ովքեր ինձ հետևում են, իսկ դրանք շատ են եւ իմ ընկերները եւ հետևորդները, որպեսզի տեղյակ լինեն, թե Երևան քաղաքում ինչ է կատարվում։
եւ շատ կցանկանամ, որ բոլորը տարածեն, բոլորը կիսվեն այդ լավ նորություններով, որ հետո մարդը չասի, բա ինչի այդքան լավ բաներ եք անում, բա ինչի մենք տեղյակ չենք։ Ես նաեւ կցանկանայի, որ մեզ հետևորդներն էլ եւս կիսվեն։ Ես տեսնում եմ քո էջում օրինակ դու ամեն օր կիսվում ես թե մարզերում ինչպիսի աշխատանքներ են կատարվում, բայց երբ որ դու օրինակ Ղարաբաղյան կլանի մասին ես գրառում անում, ավելի շատ տարածում է գտնում, քան օրինակ լավ աշխատանքները, չգիտեմ դա ինչի հետ է պայմանավորված։ Հաջորդ բանը, հաջորդ ինֆորմացիան, որ ես ձեզ ուզում եմ տամ, թվերը իմեջում էլ կան, դուք կարող եք իմեջից էլ վերցնեք եւ կիսվեք։ Վերջին 1 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը, այսինքն մեր քաղաքական թիմը, քաղաքային թիմը Երևան քաղաքում 132 բակ է կառուցել, վերանորոգել, վերակառուցել։ Պատկերացնում եք, դրանք բակեր են։ Ես շատ եմ շրջում եւ դուք էլ կտեսնեք ձեր բակերում զավթած տարածքներ, ապօրինի գարաժներ, ինչ որ հողակտորներ զավթած, որը հիմնականում աղբավայրի է վերածվել։ Այսինքն այդ ամբողջից մենք ազատում ենք, քանդում ենք այդ գարաժները, ազատում ենք այդ տարածքը, վերանորոգում ենք, վերակառուցում ենք, բարեկարգում ենք եւ վերադարձնում ենք երևանցիներին, մեր բնակիչներին, մեր երեխաներին, ովքեր որ շատ լավ պայմաններում ոչ մեկից հետ չեն մնում, աշխարհի ոչ մի երկրի երեխաներից հետ չեն մնում, այսինքն նորմալ պայմաններում կարող են իրենց մանկությունը անցկացնել։ Վերջին 1 տարվա ընթացքում 15 կիլոմետր կոյուղի ենք մենք վերակառուցել, 15 կիլոմետր կոյուղի ենք սարքել։ Այստեղ էլ եմ ուզում բոլորիդ ուշադրությունը հրավիրել, քանի որ երբ որ սելավներ են լինում, այսինքն աննորմալ քանակի անձրև է գալիս, բոլորը տեսնում եք, որ տեղ-տեղ քաղաքում անձրև է, այսինքն ջրի կուտակումներ են լինում։ Ասեմ, որ երբևիցե Երևան քաղաքում չի վերանորոգվել, չի թարմացվել սելավատար, կոյուղատար համակարգը, այսինքն երբևիցե անձրևատար համակարգը երբևիցե չի վերանորոգվել եւ ուրեմն այդ ամեն ինչը նախատեսված է եղել այն հին շենքերի համար, բայց քաղաքը մեծացել է, կառուցվել է, նորակառույց շենքեր կան եւ բոլորս տեսնում ենք, որ ինչ վիճակ է քաղաքում տիրում։ Իրականում դա վիոլա ջրի պարտականությունն է, բայց Երևան քաղաքը եւս վերցել է իր վրա այդ պարտականությունը եւ 15 կիլոմետր մենակ անցյալ տարվա ընթացքում կոյուղի ենք սարքել եւ այս տարի եւս սարքում ենք։ Ասեմ, որ միայն անցյալ տարի 13 հեկտար կանաչապատ տարածք իր ոռոգման ջրով մենք ստեղծել ենք, իսկ վերջի 3 տարիների ընթացքում 52 հեկտար։ Պատկերացնում եք Քոչարյանի տարիներին, երբ որ բոլոր կանաչապատ տարածքները զավթել են, Քյավաբանոց, չգիտեմ, ինչեր էին, ինչպիսի ուրեմն սեփականաշնորհել էին, ինչպիսի տարածքներ էին ստեղծել ռեստորաններ եւ այլն, հատել էին ծառերը, անմխիթար վիճակում էր, մենք նոր անտառներ ենք ստեղծում Երևան քաղաքում, վերջի 3 տարվա ընթացքում 52 հեկտար, որը ունի իր ոռոգման ցանցը։ Այն ամենը ինչ որ ես ասում եմ, Ռոմ ջան, մենք որոշել ենք ավականու անդամներով գնալու ենք, լուսաբանելու ենք, նկարահանելու ենք, նաև այն մանկապարտեզները ես խոսք եմ տալի, որոնք որ զավթած են, օտարվել են Քոչարյանի իշխանության օրոք, այդ մանկապարտեզները եւս գնալու ենք եւ նկարելու ենք։ Եթե կան հարցեր, կպատասխանեմ հարցերին ու անցնենք առաջ։ Շնորհակալություն, մի երկու հարց էլ կտամ, ես ասեցի, որ մենք շուտ ենք անելու այս ձևի եթերներ, բայց ոչ շատ երկար, քանի որ YouTube-ում մի շնչի էսի մարդիկ նայեն։ Նորից եմ հիշեցնում, որ Գիծրավ Վարդանյանը ավականու անդամ է, քաղաքացիական պայմանագիր խոսակցությունն է ներկայացնում քաղաքապետարանը եւ շատ մանրամասն գիտի ինչ է կատարում տարբեր մասերում Երևանի։ Ես կուզենայի դուք հիշեցնեք մեր հետևորդներին ոնց էր ապրում Երևանը մինչև 2018 թիվ, այսինքն ինչ խնդիրներ է եղել բացի այդ մանկապարտեզից, որը հիմա լուծվել է։ Եկեք հիշեցնենք տրանսպորտային, հա, տրանսպորտը շատ կարևոր է եւ լիֆտերի հարցը, այդ երկու հարցի վրա կուզենայի մենք հիմա մի քիչ ավելի մանրամասն պատմենք, քանի որ այդ երկու հարցի վրա ոչ թե միայն քաղաքապետարանը, այլ կառավարությունը ծախսել է խոշոր գումարներ, իսկապես խոշոր գումարներ։ Խնդրեմ։
Ասեմ, որ տրանսպորտային ցանցը դա ամենամեծ բարեփոխումն է քաղաքի համար, ամենամեծ բարեփոխումը, որը վերջին անգամ եղել է Կարեն Սերոբի-Շտեմերչյանի ղեկավարման տարիներին, երբ որ նա մետրոպոլիտենը ստեղծեց։ Դրանից հետո Երևան քաղաքում տրանսպորտային բարեփոխումներ չեն եղել, այլ Երևան քաղաքը բաժանված է եղել մի քանի օլիգարխների միջև, գծատերերի, ովքեր որ քաղաքը բաժանել են եւ որոշել են ով որ ուղղությամբ պետք է քշի եւ բոլորիս հայտնի գազելներն են եղել տարիներ շարունակ, այսինքն տրանսպորտային բարեփոխում մեր երկրում չի եղել եւ այդ գումարները ոչ թե քաղաքապետարանի բյուջե են գնացել, այլ մասնավոր մարդկանց, այսինքն մենք հարստացրել ենք տարիներ շարունակ մասնավոր մարդկանց, բայց դիմացը ոչ մի տիպի ծառայություն, բարելավում մենք չենք ստացել։ Ես չեմ հիշում, որ որևիցե մեկը օրինակ սերվիսից նոր գնված գազելով երթևեկի։ Եվ մեր իշխանությունը, մեր կառավարությունը 18 թվականին, դեռ 17 թվականին, նախընտրական քարոզարշավի ժամանակ հենց տրանսպորտային բարեփոխումներից է խոսել եւ ուրեմն 18 թվականից հետո, բայց ամենաշատը մասնավորապես վերջին 2 տարիների ընթացքում տրանսպորտային բարեփոխումը հասցրեց իր տրամաբանական ավարտին։ Այսինքն գազելները դուրս եկան ամբողջ քաղաքից եւ ամբողջ երթևեկությունը քաղաքում նորագույն ավտոբուսներով, տրոլեյբուսներով են իրականացնում, բարեփոխումներ են տեղի ունենում մետրոպոլիտենում երբևիցե այդպիսի բարեփոխումներ եւ էքսկալատորները եւ այնտեղ շատ մեծ բարեփոխումներ են տեղի ունենում, դե իհարկե տրանսպորտային համակարգը եւս Այս տարի նախատեսել ենք 15 տրոլեյբուս ձեռք բերենք, իրականում մենք կարող ենք շատ ավելի շատ տրոլեյբուս ձեռք բերենք, եթե մեր բնակիչները բարեխղճորեն վճարումները կատարեին եւ հնարավորություն կունենային, նրանք իրենք հնարավորություն կունենային շատ ավելի արագ այսինքն շատ ավելի նոր տրանսպորտներ մենք ձեռք բերեինք, գիծ մտցնեինք եւ նրանք ոչ թե մի ժամում, ժամ ու կեսում հասնեին աշխատավայր կամ տուն, այլ ավելի կարճ ժամանակահատվածում։ Այսինքն յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ իրենից շատ բան է կախված եւ եթե ինքը չի վճարում տրանսպորտի համար այդ 150 դրամը, ինքը հենց իրեն է վնաս տալիս, ոչ թե ինչ-որ մի պաշտոնյայի։ Վերելակների մասով ասեմ, որ վերելակները քաղաքապետարանը որպես նվեր է անում մեր բնակիչներին եւ բոլոր շենքերում նախատեսել ենք փոխենք եւ այդ աշխատանքը կատարում ենք։ Հիմա թիվը դժվարանամ ասեմ, այս պահին քանի վերելակ են փոխել, բայց գործընթացը շատ ակտիվ տեղի ունենում։ Եվ վերջին հարցը տամ, Քրիստիան ջան, քանի որ մենք կոռուպցիայի մասին ենք խոսում, տեսեք այսօր եթե չեմ սխալվում, Աբինյանի տեղակալը ասաց, որ քաղաքապետարանում 20,000 մարդ է աշխատում եւ այն, որ այսօր երկու հոգի է ձերբակալել են, դա շատ լավ երևույթ է, քանի որ ու մարդիկ ովքեր ինչ-որ բան են բացնում, զատկա, իրանց բռնում են։ Ես ուզում եմ նաև հիշեցնեմ մեր հետևորդներին, որ Երևանի քաղաքապետարանը միշտ եղել է այդ պատմությունները, որ առանձին մարդիկ ինչ-որ գումարներ են վերցնում եւ ընդհանրապես ասում որ քաղաքապետարանը Երևանի քաղաքապետարանը այն կառույցն է, որտեղ ամենաշատն է միշտ եղել այս ձևի պատմություններ, քանի որ Երևանը նրա քաղաքը, հարուստ քաղաք է, եւ ամեն հարուստ մարդ ուզում է через քաղաքապետարանի աշխատակից իր գործը առաջ տանի եւ գումարը իրանց ուզում տա։ Եվ մարդկա, որ այսպես ասած չի կարող դիմանա եւ վերցնում այդ կաշառքը։ Բայց ելի կրկին ասեցին, որ 20,000 աշխատակից կա եւ եթե 2-5 հոգի բռնում են, դա այդքան էլ մեծ թիվ չի եւ դա նորմալ է, որ բռնում են, ուրեմն նշանակում է, որ այն մարդկանց ում բռնում են, իրաց պատժում են։ Ես կուզենայի ձեզնից հարցնեմ, դուք ո՞նց եք մտածում, այսինքն արդյոք այս խնդիրը, օրինակ ահագին մարդիկ կան, ովքեր ասում են եւ Ռուսաստանում, եւ Հայաստանում, եւ Եվրոպայում, որ կաշառքը դա այն խնդիրն է, որը կա բոլոր պետություններում։ Ուղղակի շատ կարեւոր է, որ այս կաշառակերներին քանակը միշտ լինի քիչ, այսինքն на русском говорят процесс управляемый должен быть, управляемый, այսինքն կառավարելի, դուք ոնց եք մտածում, դուք համաձայն եք այդ մտքերի հետ, թե դուք գտնում եք, որ կարանք մենք նենց իրավիճակ ստեղծենք, որ вообще կաշառակեր չլինի։ Մարդեր կա, որ ասում են Ռոմ ջան, եթե դու գնաս մանկապարտեզ, դեռ փոքր երեխեք են, բայց այդ փոքր երեխեքի մեջ կան եւ այն մարդիկ, ովքեր կաշառք են վերցնելու եւ կան այն մարդիկ, ովքեր ոստիկան են լինելու եւ բռնելու են կաշառակերներին։ Խնդրեմ։
Ես կարծում եմ, որ իդեալական կլիներ, եթե ընդհանրապես կաշառակերությունը վերանար, բայց ինձ թվում է կաշառակերությունը աշխարհի ամենահին մասնագիտության նման հին է, եւ քանի մոլորակի վրա կան մարդիկ, կաշառակերությունը եւս կլինի, բայց այդտեղ կարեւոր են կաշառակերության թվերը, 20,000 աշխատողի մեջ, եթե 2 հոգի կամ 3 հոգի մտածում են, որ կարող են ինչ-որ նման բաներ անել, ես չեմ կարծում դա ինչ-որ սարսափելի, այսինքն համատարած կաշառակերություն է, այլապես թվերը շատ ավելի վատը կլինեին, ամենակարևորը, որ համակարգային կոռուպցիա չկա, այսինքն ներքևից վերև չկա այդ կոռուպցիան, դա ամենակարևորն է, իսկ ինչ ասեմ, եթե մենք անընդհատ խոսում ենք, որ չենք հանդուրժում, որ մի արեք նման բան, բայց մարդիկ ամեն դեպքում ուզում են իրենց բախտը փորձել եւ նման բան անել, կաշառք վերցնել կամ կաշառք տալ, չգիտեմ, ուրեմն նրանք երևի ինչ-որ խնդիր ունեն մտածողության կամ հասկացողության հետ, որովհետև նորից եմ ասում, եթե այդպիսի մեծ մասշտաբների լիներ, մենք ոչ մի տիպի բարեփոխումներ, ոչ մի տիպի աշխատանքներ քաղաքում չենք կարող անել, բայց դե լիարժեք բացառելը դա հրաշք կլիներ, ուղղակի լիարժեք չես կարող բացառել, որտեղ ամեն դեպքում դու չգիտես, այսինքն տվյալ իրավիճակում մարդը իրեն ինչպես կդրսևորի, դրա համար շատ կցանկանամ, նաև աշխատակիցներին հորդորում եմ, որ ամեն դեպքում մենք փոքր քաղաքում ենք ապրում, պաշտոնը այսօր կա, վաղը չկա, աշխատանքը այսօր կա, վաղը կարող է չլինել, այլ աշխատանքի գնաս, բայց այն քաղաքում, որտեղ դու քո ծնողները, քո երեխաներն են ապրում, շատ ամոթ է, որպեսզի դու 1 րոպեում կաշառակերի անուն վաստակես եւ դա ամբողջ կյանքի համար է, ոչ միայն պատասխան ես տալիս դու, այլ նաև քո երեխաները եւ շատ ամոթ է ամեն դեպքում, շատ ամոթ է, հատկապես պատերազմից հետո, հատկապես այն ամեն ինչից հետո, ինչ մենք անցել ենք, 1 լումա կաշառք վերցնելը իմ համար դա անընդունելի է, քանի որ մենք վերջացնում ենք, ես ուզում եմ մի շատ կարևոր լուսանկարել, ցույց տալ եւ 2 բառ էլ այս սրա վերաբերյալ ասել, քանի որ ես խոսեցի կոռուպցիայից, Քոչարյանի օրոք ինչպիսի կոռուպցիա է եղել, կոռուպցիան իհարկե չի շրջանցել նաեւ բանակը, ես ուզում եմ ցույց տալ զինվորի զենք, երևի տեսնում եք բոլորդ, իմ ընտանեկան ալբոմում եմ ես պահում, այս զենքը Քոչարյանի օրոք, Սերժ Սարգսյանի օրոք, այսպիսի զենքով, սա զենքի մի մասն է, փտած մասը, փտած այս խոչը զենքի, ուրեմն, որով զինվորը առաջնագիծ է պահել, այսպիսի զենք է եղել, եւ եթե Քոչարյանը այսպիսի կարողություն չկուտակեր, մեր զինվորները այսպիսի զենքերով առաջնագծում չէին կանգնի եւ հայրենիք չէին պահի, դիրքեր չէին պահի եւ երբ որ այդ մարդը հանդգնում է խոսել Քոչարյանը, ես նրան ուզում եմ սա ցույց տալ, այս նկարը, այսօր նրա ավականու անդամներից մեկը արծիվների մասին մի ուրեմն շարադրություն էր գրել, որ ժամանակին արծիվները ինչպես են դիրքերը պահել, ես այս նկարը ուզում եմ ցույց տամ այդ մարդուն, ասեմ, որ այն դիրքը, որ իմ տղան է պահել, այդ դիրքապահները կոչվում էին Օմարի արծիվներ, եւ Քոչարյանի օրոք արծիվները այսպիսի զենքով էին պահում առաջնագիծը, խնդրեմ տեսեք, փտած զենքով էին պահում առաջնագիծը, այս լուսանկարը իմ էջում կա, ես կթարմացնեմ, եւ ուրեմն ինչ եմ ուզում ասել ամենավերջում, եթե նախկինները չթալանեին մեր պետությունը հիմա կլիներ ամենազարգացած, գերզարգացած, որտեղ հայը ստեղծող, հայը զարգացնող, հայը ստեղծարար միտք ունի, եւ եթե այս գումարները գոնե մի մասը 30-40% ներդրված լինեին քաղաքի մեջ, երկրի մեջ, այսօր մեր երեխաները ստիպված տարիներով հերթի մեջ չէին լինի, որպեսզի մանկապարտեզ հաճախեին, որովհետև մանկապարտեզները ուղղակի կլինեին եւ մեր երեխաները իրենց մանկությունը մանկապարտեզներում կանցկացնեին։ Այսինքն եթե կան հարցեր, պատասխանեմ Ռոմ ջան։ Այսքանով այսօր հիշեցնեմ մեր հետևորդներին, որ վաղը ես հայերեն առավոտյան ժամի 8-ին անելու եմ ուղիղ եթեր, որտեղ պատմելու եմ Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին եւ Արցախի հեռուստատեսության մասին, շատ հետաքրքիր եթեր այնելու առաջի անգամ դուք լսելու եք շատ կարևոր ինֆորմացիա Արցախի հեռուստատեսության մասին, ոնց էիք աշխատում եւ ոնց էին փող ուղղանում Քոչարյանը Սերժ Արցախի հեռուստատեսության վրա
դա լինելու է վաղ ուշին առավոտյան, հետո դուք եթե դուք աշխատանքի եք գնում, իմ էջում մնալու է այդ եթերը եւ մի քիչ ուշ կնայեք կամ էլ կնայեք YouTube-յան ալիքում։ Բոլորիդ բարի խոսքերի համար շնորհակալություն, Քրիստինա Վարդանյան, ձեզ շնորհակալություն ու մենք շարունակելու ենք մեր եթերները, մյուս հարցերը արդեն կքննարկենք մյուս եթերում։ Ես էլ եմ շնորհակալ այս եթերի համար եւ խոսք եմ տալիս, որ կպատրաստեմ տարբեր տեսանյութեր, որ մարդիկ ավելի շատ ինֆորմացված լինեն բարեփոխումների մասին, ավելի շատ ինֆորմացված լինեն, թե տարիներ շարունակ ինչ են արել մեր երկրում, եւ խոսքս ուզում եմ հետեւյալ ձևավարտել, երբ որ Քոչարյան Ռոբերտը խոսում է կոռուպցիայից, նույնն է, որ մանկապիղծը խոսի երեխաների հանդեպ ունեցած սիրուց կամ մարմնավաճառը խոսի բարոյականությունից, ոչ մի տարբերություն չկա, երբ որ լսում ենք, որ Ռոբերտ Քոչարյանը խոսում է կոռուպցիայից։ Շնորհակալ եմ ուշադրության համար եւ շնորհակալ եմ այս հրավերի համար, Ռոման ջան, եւ բոլորին, ովքեր մեզ լսեցին։ Շատ շնորհակալություն։ Եմ ու ուզում եմ ընդգծել, որ երեկվա եթերս ահագին YouTube-յան ալիքում կոմենտներ են թողել։ Հիմա ես նայում եմ, երեք ես խոսում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Եփաչյանի ընտանիքների մասին, մոտ 500-600 կոմենտ են թողել, ես մեկ-մեկ կարդում եմ YouTube-ում, շատ շնորհակալ եմ բարի խոսքերի համար։ Իսկ 2 օր առաջ Բելա Քոչարյանի մասին եթեր եմ արել, էլի YouTube-յան ալիքում մոտ 40,000 արդեն պրասմոտր հավաքել եւ Facebook-ում շատ շնորհակալ եմ այդ կոմենտների համար, ես չեմ կարող ես ձեզ ասեմ, որ ամեն մի նախադասությունը կարդում եմ եւ իսկապես հասկանում եմ, որ հենց դες չեմ այս եթերները անում։ Շնորհակալ եմ, ովքեր մեծ հեռուստացույցով ունեն տարբեր երկրներում, գիտեմ, որ Իորդանիայում ունեք, Իսրայելում տարբեր երկրներում, ձեր բոլորից մտանեմ շնորհակալ եմ։